Սակայն ողջունելի է, որ 2020 թվականի պատերազմից հետո շատերը սկսեցին տեսնել այս իրականությունը եւ այլևս չվստահել ու իրենց անվտանգության համար հույսները չդնել Ռուսաստանի վրա։ Կարծես այս հարցում սկսել է բևեռացում, որտեղ մի մասը հասկանում է այս ճշմարտությունը, իսկ մյուս մասը շարունակում է կույր մնալ։ Ամեն դեպքում կարևորն այն է, որ երիտասարդության մեծ մասը այլևս չի խաբվում ռուսական ռոպագանդայով, եւ սա լավ ցուցանիշ է, որ ռուս-թուրքական վանդակը սկսում է ճակճկել։ Օրեստորը ակնհայտ է դառնում բոլոր գիտակից հայերին, որ մեր պետությունը կանգնած է անվտանգության, քաղաքական եւ տնտեսական համընդհանուր փլուզման եւ մեր անկախության վերջնական կորստի եզրին։ Եվ սա բնականաբար մտահոգում է յուրաքանչյուր արժանապատիվ հային, ով չի ապրում միայն երգելու, պարելու, լափելու համար։ Սակայն եթե մի քիչ խորանանք կտեսնենք, որ գալիք տնտեսական, հասարակական եւ քաղաքական փլուզումը ոչ միայն Հայաստանում է լինելու, այլև ամբողջ աշխարհում, ինչպես եղավ 1929 թվականի մեծ ճգնաժամի ժամանակ։ Այս անգամ դա ավելի մեծ է լինելու, քանի որ աշխարհը հիմա ավելի կապված է իրար հետ, քան երբևէ։ Այսպես թե այնպես, գալիք մեծ ճգնաժամը անխուսափելի է, որովհետև ժամանակակից աշխարհի փչացած համակարգը կառուցված է նեոբոլշևիկյան, լիբերալ դեմոկրատական եւ կապիտալիստական կեղծ ու կործանարար սկզբունքների վրա։ Միայն բնական է, որ այն կկործանվի իր իսկ ստերի ծանուցան տակ, ինչպես բազմիցս շեշտել ենք։ Սա նշանակում է, որ բոլոր գերտերությունները անկում են ապրելու, սակայն մեզ հայերիս ամենաշատը հետաքրքրում է Ռուսաստանի փլուզումը, քանի որ մինչև դա չլինի, մենք չենք կարողանա լուրջ, ազգանապաստ ու արմատական փոփոխություններ անել Հայաստանում եւ իրական ազգային պետություն կերտել։